Հայ եկեղեցին ունի 5 տաղավար տոներ եւ 5 տաղավար տոներից երկուսն են Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Հարության տոնը, որ ունեն ճրագալույց։ Տոնին նախորդող շաբաթ օրը կատարվում է ճրագալույցի պատարագ։ Պատարագի ավարտին պատարագիչ քահանան կամ հանդիսապետող հոգևորականը, ավագագույն հոգևորականը ժողովրդին փոխանցում է Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության ավետիսը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագը գալիս է մեզ ավետիսը տալու, որ այլևս Քրիստոս հարություն առավ։ Քրիստոսի հարությամբ նորոգվելու հրավեր է բերում մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ հարության խորհրդով, այդ հարության լույսով նորոգված մեր կյանքը շարունակենք ապրել Աստծո սիրո, Աստծո օրհնության մեջ։ Սուրբ Հարության ավետիսով ճրագալույցի մենք մուտք ենք գործում հարության խորհրդի մեջ եւ ինչպես այս ճրագալույցի երեկոյան, այնպես էլ հաջորդ օրը հարության տոնի օրը մատուցվում է Սուրբ Հարության պատարագ եւ հրավեր արձակվելով բոլոր հավատացյալներին, Քրիստոսին հավատացողներին գալու եւ այդ հարության տոնին տոնակից լինելու, հարության ավետիսը ստանալու եւ հարության ավետիսի այդ փրկչարար օրհնությունը մեր հոգիներից ու սրտերից ներս ունենալու համար։ Եվ հարության տոնը շատ-շատերի համար պարզապես ինչ-որ եկեղեցական տոն է, գնալու եկեղեցի կամ պատարագի մասնակցելու կամ այդ ծիսական արտաքին կողմը ունենալու մեր կյանքից ներս։ Սակայն հարության տոնը կյանքի տոն է, նորոգության տոն է, անմահության տոն է, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ ձևակերպումը ունի, ասելով, որ մահ որտեղ է քո հաղթանակը, որովհետև ես հաղթեցի այս աշխարհին։ Եվ Տիրոջ հարությունը հաղթանակ է մահվան նկատմամբ, հաղթանակ է մահվան պատճառի մեղքի նկատմամբ եւ հաղթանակ լինելուն զուգահեռ նաեւ հրավեր է դեպի անմահություն։ Հետևաբար հարության տոնի խորհրդին մասնակցելը շատ կարևոր է յուրաքանչյուր անհատի համար։ Յուրաքանչյուր մարդ հարության տոնին պիտի մասնակցի այս ընկալումով, այս հավատքով եւ դեպի անմահություն գնալու այդ մեծագույն ցանկությամբ եւ օրհնությամբ, իհարկե Աստծո օրհնության մեջ։ Քանի մոտենում է հարության տոնը, այնքան ավելի են ահագնանում այդ հարցերի տարափը, թե հարության տոնին ճիշտ է գնալ գերեզմանոց, ճիշտ չէ գնալ գերեզմանոց, կամ ինչպես վարվել հին ննջեցյալների հետ, ինչպես վարվել նոր ննջեցյալների հետ։ Հարության տոնին գերեզման գնալը խստիվ արգելվում է։ Եվ հարության տոնին մենք պիտի գանք եկեղեցի, մեր հոգիները փառավորենք այդ հարության լույսով, ապա դրան հաջորդող մեռելոց հիշատակության օրը մասնակցենք Սուրբ Պատարագին, որը մատուցվում է բոլոր եկեղեցիներում, եւ Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է նաեւ հոգեհանգստյան կարգ, խնդրենք հոգեվորականին, որ աղոթքի մեջ հիշի մեր ննջեցյալներին, իրենց հոգիների փրկության համար աղոթք բարձրացնելով։ Ապա դրան հաջորդող մեր քայլերը պիտի լինեն գերեզման գնալ, աղոթել գերեզմանում, խունկ ծխել մեր ննջեցյալների հոգիների համար։ Եվ մենք ապրողներս պարտավորություն ունենք իրենց այցելել միայն մեռելոց հիշատակության օրը, որը հաջորդում է Զատկի տոնին երկուշաբթի օր, հարության ավետիսը փոխանցենք իրենց, աղոթելով իրենց հոգիների փրկության ու խաղաղության համար։